Հանուն հոր եւ որդվո եւ ոգվույն սրբո ամեն։ Ողջույն ձեզ սիրելի արազատներ, բարի լույս բոլորին։ Հույսով ամեն կտալ Տեր Հիսուս Քրիստոսի շնորհքով ողջ եւ առողջ եք։ Անցնող երկու շաբաթներուն ցեզի ընթերցեցի Բողոս Բադրիարք Ադրիանաբորսեցիի Խրադի թանգարանի այն մասը, ուր Բադրիարքը գխոսի թե ճշմարիտ քրիստոնյայի փրկության անհրաժեշտ միջոցները ինչ են։ Առաջին շաբաթը ցեզի ընթերցեցի ապաշխարության մասին անոր քրությունը, անցնող շաբաթ ընթերցեցի աղոթքի մասին անոր քրությունը, այսօր սիրելիներ պիտի ընթերցեմ երրորդ մասը, որ գխոսի բակի մասին եւ չորրորդ մասը, որ գխոսի ողորմության մասին։ Լսենք սիրելիներ այս սքանչելի խրատները եւ ոչ թե միայն լսողները լանք, այլ զանոնք սիրելիներ մեր հոգիի մեջ ձգենք, ընկալենք եւ կործատրենք։ Բակ աղոթքի մասին մեր խոսելուց հետո խոսքիս գարկը բանջում է ինչ որ բան ասել եւ բակի մասին, որի համար հարկավոր է միջին բարիքը, մարմնի առողջությունն ու զորությունը, որոնցմով են լինում ձոմապահությունն ու բայեցողությունը։ Ով առողջ եւ ուժեղ է, կարող է իրեն բահել բարարդ ու ախորժելի գերագուրներից, ումբելիքներից, կամ գերագուրների մեջ ժուժգալել, ջնշելու մարմինն ու մերցնելու զգայական բաղձատների ախտավոր գրքերն ու անգարկ ցանկությունները, որբեսի կարողանա իր մարմնի անդամները ծառայեցնել Աստծուն։ Բակը սիրելիներ շատ կարևոր է, որբեսի մարմինը դգարանա, ջնշենք մարմնին վրա, մենք իշխենք մարմնին վրա եւ ոչ թե ինք մեր վրա իշխե, որ մեզ անհակ ուդելիկերու առաջնորդ է, ոգրամոլության, որը իր գարկին ցանգամոլության, ցանգասիրության եւ տեսակ մեղքերու թույլ կփանա։ Ահա սիրելիներ, որքան կարևոր է, որ մենք դարվա ընթացքին ոչ միայն մեծ բահոց օրերուն, այլ դարվա ընթացքին բայցողության օրեր ունանք, ինչպես որ մեր եկեղեցու սուրբ հայրերը նշանակած են, թե օրաբակեր, չորեքշաբթի եւ ուրբաթ օրերուն, եւ թե շաբաթաբակեր։ Սիրելիներ, փորձեցեք անպայման կատարել։ Անիկա հոգիի զորության համար է, մարմինը ջնշելով հոգին է որ կզորանա։ Սրանցով եւ սրանց նման կորձերով է մարմինը նվաճվելով հնազանդվում հոգու գամքին, որովհետեւ ինչպես որ երբ մարմինը գերագուրներով զորանում է, հոգին դգարանում է, այդպես էլ երբ մարմինը բայեցողությամբ դգարանում է, հոգին զորանում է, ըստ այս խոսքին, երբ դգար եմ, այն ժամանակ եմ զորավոր։ Պողոս առաքյալը ասաց այս խոսքը իր երկրորդ Կորինթացիներու նամակի 12-րդ գլխու 10-րդ համարի մեջ։ Ուրեմն պետք է ձոմով, բայեցողությամբ ու ժուժգալությամբ ջնշել մարմինը, որբեսի հլու հբադագությամբ մինչև վերջ ծառայի Աստծուն։ Ամենքի վրա բարտավորություն է տրված ամբողջապես բահել Սուրբ Եկեղեցու գարկած կանոնական բայեցողությունները։ Իսկ եթե մեկը բակն ավելորդ ու անօգուտ նեղություն ամառելով քայթակվում եւ ուրիշներին էլ քայթակեցնում է, մեծապես մեղանչում է, որովհետեւ թադում է այն Սուրբ հայրերին, ովքեր Սուրբ Հոգով սահմանեցին եկեղեցու կանոնները։ Ոչ մեկը չսե որ բակը ավելորդ է։ Մարդը բայեցողությամբ է հադուցում իր մարմնի բակն Աստծո հանդեպ եւ արդարության կորց կատարում։ Քանզի Աստված որպես քերակույն դեր, ինչ բարիկներ որ տվել է մեզ, դրանցից դասանորդներ է պահանջում, ինչը նրա իշխանության նշան է, որովհետև երկրի դերերն իրենց հպատակներից իրավունքով պահանջում են հասույթներ կամ հարգ, եւ ովքեր զլանում են դալ, աբստամբ են համարվում։ Ինչպես որ սիրելներ գսե Բողոս Բադրիարք, մարդիկ քաղաքացիներ իրենց երկրին, կառավարության կամ ստրուկներ անցյալին, թակավորին հարգ պիտի վճարեին, դուր պիտի վճարեին, այդպես ալ մարդը պետք է Աստուծո իր դուրդ կդա եւ այս բարակային բայցողությամբ, աղոթքով, ապաշխարությամբ, ողորմությամբ այդ բաժարով էլ պետք է մարմնի հասույթը կամ հարգը, որ բայեցողություն է մատուցել Աստծուն, ով մեր դերն ու բարերարն է ըստ այսմ, ինչ ունես որ ստացած չլինես, եւ եթե ստացել ես, ինչու ես բարձենում չստացողի պես։
Պողոս Արաքյալի խոսքն է դարձյալ առաջին Կորինթացիներու նամակի 4-րդ գլխի 7-րդ համարեն արտված։ Բայեցողությամբ նաև սիրո կորձ է կատարվում։ Երբ մեկը գամավոր հոժարությամբ ճնշում է մարմինը, իր մեջ ցույց է տալիս Աստուծո հանդեպ գադարյալ սերը, իսկ սա լինում է նախ բակով, ապա մարմնի այլ ծառայություններով։ Բակը վերապերում է ոչ միայն ճաշակելիքին, այսինքն փերանին, հերու մնալու բարարդ գերագուրներից, այլև բոլոր զգայարանքներին, քանզի բակի նպատակը մտքի մաքրությունն ու սրտի սրբությունն է, որոնց կարող են արադավորել նաև աչքերով նայելը, ականջներով լսելը, ռունգներով հոդոդելն ու շոշափելիքներով զգալը, ուստի հարկ է բակի օրենքը նրանց վրա ևս կարգել ըստ յուրաքանչյուր աստիճանի, որովհետև անօգուտ է միայն փերանով բակ բահել եւ մյուս սկայարաններով չզգուշանալ մեղքի պատճառից։ Ուրեմն մարդ պետք է իրեն բահի ոչ միայն բարարդ գերագուրներից, այլև մեղքի ամեն պատճառից։ Ասիրելներ, այս է իսկական բակը։ Ոչ թե միայն ուդելուն կամ չուդելուն հետ է բակը, այլ բակ է սիրելներ մեր ցերկերը անօրենությունները հերու բահել, մեր ականջները վատ խոսքերեն, փամփասակներեն, հայույակներեն հերու բահել, մեր շրթները փամփասակներեն, չարախոսություններեն, զրբարտություններեն հերու բահել, մեր սիրտը չար խորհուրդներեն, այս բոլոր մարմնի անդամները սիրելներ հերու բահել բակի ընթացքին ամեն տեսակ մեղքերը։ Այս է ճշմարիտ բակը։ Կան եւ մարդիկ, ովքեր բակ բահում են, բայց արդյունքում անվարձ են մնում։ Ինչպես օրինակ, երբ ժլադը բահում է, գծի մարդը բահում է, որ տրամը չձախսվի, գեղձավորը բահում է, որ կովեսներ ընդունի, դգարը բահում է, որ մարմինը չվտանգվի, աղքատը բահում է, որովհետև գերագուր չունի։ Այսպիսիք բակը բահում են իրենց եւ ոչ թե Աստուծո համար, սակայն իրականում բակը պիտի լինի միայն Աստուծո փառքի համար։ Այս է սիրելներ ճշմարիտ բակի իմաստը։ Եթե դու գբահես բակ, բարձրապես որբեսի նիհարնաս, բարձրապես որովհետև չգիտեմ բսակ մունիս որ գուզես շորմը կեղեցիկ հակուստ մտեսած ես պիտի հակվիս, հետևաբար բակի ժամանակը նիհարնալու համար ադիկա բակ չեղավ։ Բակը սիրելներ Աստուծո համար պիտի լա։ Բակը սիրելներ մարդը ինքնակնությամբ պետք է մաքրե իր անդամները մարմնի։ Բայցողությունը ոչ միայն հոգուն է հարգավոր, այլև մարմին է օգտակար ու բիդանի, ինչ պատճառով նաև բժիշկներն են մարմնի առողջության համար պատվիրում բակ բահել։ Այսօր սիրելներ բժիշկները գսեն հաջող մարդոց բակ բայեցեք, այս ճաշերը մի ուտեք։ Այո, տեսեք, ոչ միայն հոգին համար լավ է բակը, այլ նույնիսկ մարմնի համար։ Ոստի ով դրդնչում է Սուրբ Եկեղեցու կանոնական բակից եւ զեղությամբ անցնադուր լինում գերագուրներ ու ըմբելիքներ ըմբոշխնելուն, ոչ միայն հոգուն է վնասում հպատակեցնելով զորավոր գրքերին, այլև վնասում է մարմին, ենթարկելով զանազան ախտերի ու հիվանդությունների։ Դες նաև ոգրամոլության վերաբերյալ մեր ասացները։ Սիրելիներ, դժբախտաբար անոնք, որոնք միայն ուդելով գսպաղին, ոչ միայն իրենց հոգին է որ կվնասեն, այլ նաև իրենց մարմինը։ 4-րդ գլուխ ողորմություն։ Աղոթքից ու բակից հետո պետք է խոսել եւ ողորմության գործի մասին, որ կատարվում է արտաքին ու ցերկբերովի բարիքով, այսինքն ունեցվածքով։ Ողորմության գործեր են քաղցածներին գերագրելը, մերգ մարդկանց հագցնելը, օդարներին հյուրընկալելը, քերիներին ազատելը, գարոդյալների գարիկներ հոգալը, որոնցով մարդ հադուցում է Աստուծո հանդեպ իր ունեցվածքի բարտքը։ Թեպետ ողորմության գործը գարոդյալ մարդու համար է կատարվում, սակայն երբ ողորմություն գործողի վերջնական նպատակը Աստծուն է ուղված, Աստված համարում է, թե ողորմությունը իր համար է արված, քանի որ վերջնական նպատակը գործի պատճառների մեջ առաջինն է, ըստ այսմ, քանի որ իմ այս փոքր եղբայրներից մեկին արեցիք, ինձ համար արեցիք, Տեր Հիսուսը ասավ Մատթեոսի ավետարանի 25-րդ գլխու 40-րդ համարի մեջ։ Մարդիկ ավելի հեշտությամբ ողորմության գործ են կատարում, քան աղոթում ու բակ բահում։ Քանզի ջիկ ու չանք է պետք աղոթելիս ցանցրույթ ու դաղդուկը վանելու եւ բակ բահելիս համատամ գերագուրների ցանկությունը զսպելու համար։ Իսկ ողորմությունը չանք չի բանջում, այլ միայն բանջում է ընկերոջ գարիկը հոգալու գամեցողություն։ Դեսեք սիրելին սկանչերի խոսքս է։
աղոթելը ավելի դժվար է, քան ողորմություն տալը, որովհետև աղոթածատերը պետք է պայքարից ցանցույթին թեմ, պայքարից որ սատանա միտքը ուրիշ տեղեր չդանի, կամ բահածատերը պետք է պայքարից որ համաթամ ուդելիքներ չուտես, իսկ ողորմությունը ունեցած այդ կրնաս բաժին անել ուրիշին։ Մանավանդ որ աղոթն ու բաքը նվեր են հոգու եւ մարմնի կողմից, որոնք մարդու փուն ու էական մասերն են, իսկ ողորմությունը նվեր է ունեցվածքից, որը մարդու մասը չէ։ Սակայն ողորմած մարդն արտաքին ունեցվածքի հետ նաև իր սիրտն ու գամքը պիտի մատուցի, որովհետև ողորմություն այն ժամ է ընդունելի, երբ սրտից ցերկով է փաշխվում։ Քանզի Աստված ողորմությունը չի հավանում, եթե ցերկը դալիս է, իսկ սիրտն ափսոսում։ Աստված ոչ թե դվածին է նայում, այլ դվողին սրտին։ Այո, սիրելներ, Աստված դվողի սիրտին գնա եւ ոչ թե դրված քանակին, թե որքան դվա։ Սիրտդ ինչպես է։ Եթե մարդու ցերկը դա, բայց սիրտը ափսոսա որ դվի, ադիկը Աստծոքով անընդունելի է։ Ոստի ողորմությունը այն ժամ է բարձրակլուխ բարձերում Թադաստանի ժամանակ, երբ նրան հարագից են զվարթ միտն ու հոժար գամքը, ըստ այսմ Աստված սիրում է զվարթարատ դվողը։ Բոսարակյալ գսե այս խոսքը երկրորդ Գորընթացիներու նամակի 9-րդ գլխու 7-րդ համարի մեջ։ Գարտացեք այդ գլուխը, պիտի տեսնեք սիրելիներս, սքանչելի գլուխ է։ Մարդը ողորմություն կործելու է մղվում ոչ միայն Աստուծո հանդեպ սիրուց, այլև իր բնությունից, որովհետև մարդը ում խառնվածքը բարեկարգ է, բնական գերբով մղվում է ընկերոջը գտալու։ Իսկ աղոթելուն ու բակ պահելուն ամենքը մղվում են միայն Աստուծո հանդեպ սիրուց եւ ոչ երբեք բնությունից։ Քանզի ամեն ոք իր բնությունից սիրում ու փնտրում է իր հանգիստն ու հարմարավետությունը, բայց բնությամբ չի տրտվում աղոթելու եւ հաջելի գերագուրներից հրաժարվելու։ Ուրեմն միայն Աստուծո հանդեպ սիրուց է մարդը մղվում աղոթքով ու բակով իրեն նեղելու։ Այն դուրքն է վայել ողորմություն գոչել, որ Աստուծո հանդեպ սիրո համար գարոդյալների մատուցվում է արդար վաստակից, ըստ դվողի կարողության չափի, զվարթակին, անդրդունչ, առանց հաբաղման ու ծածուկ։ Այո, սիրելիներ, միայն այդ ողորմությունը կընդունի Աստծոքով, որ ծածուկ կդրվի, առանց տանտաղելու, առանց մտածելու, առանց ափսոսալու եւ մանավանդ զվարթակին, ուրախությամբ։ Եվ սիրելիներ, ամեն մեկուն իր կարողության չափով։ Մեկը գրնա 1 դալ, 1 տողդա։ Մեկը գրնա 100 դալ, մյուսը գրնա 1000 դալ։ Ամեն մեկը իր կարողության չափով, որովհետև Բոսարակյալ նույն այդ գլխու մեջ կսե երկրորդ Գորընթացիները, որ Աստված ծեր չունեցածը չուզեր ցեսնե, այլ ծեր ունեցածեն բաժին հանել։ Կտության կորձը կորձողի իղծով ու կարողությամբ է չափվում։ Եթե մեկը շատ ունեցված չունի գարոդյալների դուրքը լիացերը մատուցելու, թող այնքան դա որքան կարող է։ Ոստի մեր դերն ասաց, ով այս փոքրիկներից մեկի միայն մի բաժակ սարը ճուր գտա խմելու իբրև աշակերտի, ճշմարիտ եմ ասում ցես, իր վարձը չի գործնի։ Մատթեոս 10-րդ գլուխ 42-րդ համար։ Նույնիսկ եթե բաժակ մճուր Հիսուսով իմ անունով ստակ այս փոքրերը մեկուն, երկնքի մեջ վարձ կդի ստանաք։ Գտեսնեք սիրելիներ, բաժակ մճուր։ Ամենին սովորական բանն է, չէ՞։ Ադորամարսի Աստված մեծ բաներ չէ, որ անպայման կբանջի մեզնի, այլ մեր սրտի հոժարությունն է, որ գուզե։ Հետևաբար ո՞յ մեկը չսե, որ ես արդեն շատ բան մճունիմ, հազիվ ունեցածս ինձի կփավե։ Բաժակ մճուր չունիս։ Մերկ մահացնելու հակուս չունիս։ Քաղաքացիական ադյանուն դատավորները բաժում են քողերին ու հապշտագողներին, բայց ոչ ակահներին ու անկութներին։ Իսկ Աստված ոչ միայն քողերին ու հապշտագողներին է բաժում, այլև ակահներին ու անկութներին։ Ակահը ժողովրդի բարիկներն անգարկ փախցանքով հավաքելով իր սրտի հետ միասին ամուր բահում է, եւ անկութը ողորմությունն աշխարից դարակրելով գարիկի մեջ մարդկանց սպանում է։ Ոստի սրանք վաղ թե ուշ իրավամբ են չարաչար բաժվում աստվածային արտարությունից։ Աշխարհը այդպես է, չէ՞ սիրելիներ, քողին կբաժեն, բնականաբար, կբռնեն, կցերպակալեն, բայց այդքան ակահներ կան, այնքան անկութներ կան աշխարհի մեջ։ Կառավարությունը կբռնե, ոչ,
բայց Աստված մի դիպրնե այդպիսիները ու բաժե խստիվ։ Թադաստաններից չեն ազատվում եւ նրանք, ովքեր թեպետ աղքատների հանդեպ ողորմած են, սակայն քինարփուկների ու խնջույքների ժամանակ փրերով լի արձած ու ոսկի են մատուցում երկողներին ու բարողներին, քանզի մարմնավոր բարիկները, որ Աստծուց նրանց բարգեվել են բարեգարկ մատակարարությամբ ցերկ բերելու հոգևորը, անբիդան ու վնասագար բաների համար են չարաչար գործածվում։ Ըստ այսմ, լավ չէ մանուկների հացն առնել ու շներին գցել, շուներուն տալ։ Մատթեոս ավետարան Հիսուսի խոսքն է 15-րդ գլխու 26-րդ համարեն առնված։ Ոստի ել ավելի բադիժների են արժանի համարվում, ովքեր աղքատների հանդեպ անողորմ են, իսկ սատանայական խաղերում ու զեղություններում արադացեր են։ Սատանայական խաղեր, օրինակ սիրելներ, բախտախաղ։ Մարդիկ բախտախաղին այնքան մեծ գումարներ գտնեն, գվատնեն, գմսխեն, բայց աղքատիմը երկու գրուշ չեն դար։ Մարդիկ սիրելներ ճաշարաններու մեջ կամ ոյ մեկտեղ այսպես տրամ գմսխեն, բայց եկեղեցվո կանցնագի մեջը գապսոսան իրենց քանիմը լուման տնելու։ Չարիկների մեջ անզեղջ մարդիկ թող չհուսան փրկության հասնել լոկ ողորմությամբ ու դուրքերով։ Քանզի հանդգնություն է ողորմության արդյունքի վրա հույսը տնելով առանց խղճի խայտի մեղանչելը կամ մեղքերից հետ չդառնալը։ Ողորմությունը իրավունքը թյուրող կամ Աստուծո արտարությունը խափանող գաշարք չէ։ Մարդ չգարձե որ սիրելներ ուրեմն ողորմություն բաժնելով ինք երկինք պիտի լե։ Ոչ։ Եթե ողորմություն կփաշխե, բայց մեղքերու մեջ է, դժոխք պիտի երթա։ Չգարձե որ ողորմություն բաժնելով գաշարած պիտի լազ Աստված։ Աստված ավիդասե վնաս չէ մեղքերունից, բայց քանի որ ողորմություն ռածես եգուր երկինք մտիր։ Ոչ։ Ողորմած մարդը նախ որ իր մեղքերը պետք է ապաշխարի, մեղքերեն ապաշխարի, զղջա։ Այո, ողորմությունը մեղքերը քավում ու Աստուծո ցասումը մեղմացնում է, սակայն բահանջում է ունենալ գադարյալ զղջում ու խոստովանություն, ինչպես նաև աղոթք ու բայեցողություն, որովհետև Աստված ոչ միայն ողորմած է, այլև արդար։ Նա ով ասաց թե ողորմություն տվեք եւ ահա ձեր ամեն ինչը մաքուր կլինի, Ղուկաս ավետարանի 11-րդ գլխու 41-րդ համարի մեջ, եւ թե ողորմություն եմ գամենում եւ ոչ թե զոհ, այս խոսքը Օվսիա մարգարեին առնված է 6-րդ գլխու 6-րդ համարեն։ Հիսուս ալ գրտնեց սիրելներ Մատթեոսի ավետարանի մեջ 9-րդ գլխու 10-րդ համարի մեջ նույն ասաց, եթե չաբաշխարեք, ամենք տալ այդպես պիտի գործվիք։ Ղուկաս ավետարանի 10-րդ գլխու մեջ 3-րդ եւ 5-րդ համարներու մեջ Հիսուս ասավ, եթե դուք չաբաշխարեք, բոլոր տալ պիտի գործվիք։ Կապ չունի որ մեկը ողորմություն կատարած է, շատ տրամդանվիրած է, եկեղեցվո կամ աղքատներուն։ Ուրեմն պետք է գարոդյալներին ողորմություն տալ, բայց երբեք զանց չառնել գադարյալ զղջումն ու խոստովանությունը, աղոթն ու բայեցողությունը։ Թեպետ միայն մի չարիքը բավական է մարդու հոգին հավիտենապես գորոստյան մատնելու, բայց միայն մի բարեգործությունը բավական չէ նրան փրկության հասնելու, որովհետև ըստ իմաստունների ասույթի փարին կոյանում է բաժարների ամբողջությունից, իսկ չարը որևէ բագասությունից։ Ոստի գենտանի առածը ծնվում է փազում զուգընթաց բաժարներով, բայց կարող է մեռնել մի բաժարից։ Ողորմության ներկործության մասին ջոխակույնս ջարերն ավելորդ է թվում, որովհետև յուրաքանչյուր ոք կարող է նրա օգուտն իր վրա փորձել։ Երկար բարակ խոսիլ ավելորդ է գսե ողորմության մասին։ Ամեն մեկը իր անձի վրա թող փորձե։ Անկամ բազում մեղավորներ աղքատներին ու Աստուծո դանը սպասավորներին դված ողորմությունների պատճառով արժանացան աստվածային ողորմության ու շնորհների, իրենց մեղքերից հեռացան ու արտարացան։ Գիշեք սիրելներ, Զաքեոսը մեծարուստ էր, մեծադուն, ինչ ռավ, դերը իր դուն եւ որ կնաց, Զաքեոս դիրոջը սավ դեր, որը որ զրգած եմ 4 անգամ ավելի գուդամ եւ ունեցածից կեսն աղքատներուն կբաժնեմ։ Եվ Հիսուս ինչ ասավ, այսօր այս դան փրկություն եղավ։ Շատերն էլ դուրքերով ու ողորմությամբ ազատվեցին դարաբանքներից ու վշտերից, հիվանդներն առողջություն կտան, փորձանավորները փորձությունից ելք, ցախորտության մեջ ընկածները բարեհաճողություն, եւ ոչ միայն այսքանը, այլև մերյալները գենթանությունը ստացան, ինչպես որ բարեբաշտուհի դապիտան,
այն այրիների աղաչանքով, որոնց ողորմություն էր անում, մեռած վիճակից Սուրբ Պետրոսի ցերկով գենթանության եկավ։ Սիրելներ, անպայման գարտացեք Կորց Կարակելոց 9-րդ գլուխը, հատկապես 36-42 համարները, այնտեղ կպատմվի Դավիթայի մասին, թե ինչպես ինք գգարեր հակուստեր եւ աղքատներուն գուտար։ Եվ երբ մեռավ, աղքատները լացին, Պետրոս Արաքյալեն աղաչեցին, որ փամանե, Պետրոս Արաքյալ ինք եկավ Դավիթայի անգողինի մոտ, Հիսուսեն խնդրեց, որ հարություն տա այդ բարեգործ գնոջ, ու հարություն արավ։ Ահա սիրելներ, տեսեք ողորմությունը ինչ մեծ հրաշքներ կրնա գործել մեր կյանքի մեջ։ Հետևաբար, եկեք ողորմած լինենք, եկեք մեր կարողության չափով բարի կնենք այրիներուն, որբերուն, աղքատներուն, գարոդյալներուն, ազգին, եկեղեցվո, Աստուծո խոսքի տարածման, որբեսի սիրելներ Աստուծո քով շնորհ գտնենք, բայց չմոռնաք ողորմած լալու գողքին խոստովանենք մեր մեղքերը, զղջանք մեր հրացներուն համար, աղոթենք, ապաշխարենք։ Այդ ժամանակ է սիրելներ, որ մենք ներսով դուրսով կմաքրվենք եւ Աստուծո հաճելի զավակներ կդառնանք։ Աստված ցեզ արադավես օրհնե, բարի եւ օրհնյալ շաբաթավերջ ձեր բոլորին։